Ինչպես պատրաստել երեխային եղբոր կամ քրոջ ծնունդին։ Առաջին զրույցի համար ընտրեք ամենահարմար ժամանակը։ Լավ կլինի, որ երեխան կուշտ և հանգստացած լինի։ Պատմեք, որ դուք որոշում եք կայացրել և ձեր ընտանիքում նորածին է լինելու։ Առանց մանրամասներով ծանրաբեռնելու, բացատրեք, թե ինչ է լինելու, ինչպես է ձեր փորը մեծանալու և ինչպես է փոքրիկը ձեր մեջ աճելու։ Երբ փոքրիկը ամբողջովին կզբաղեցնի ձեր փորի ազատ տեղը, ժամանակը կգա, որ նա լույս աշխարհ գա։ Օգտագործեք ձեր երեխայի կյանքի լուսանկարները, ցույց տալու համար, թե նորածինը ինչ տեսք է ունենում առաջին շաբաթներին ու ամիսներին։ Դու էլ ես երբևէ շատ փոքր եղել։ Ահա այստեղ նոր ես ծնվել, իսկ այս նկարում արդեն 2 ամսական ես ու սովորել ես ժպտալ։ Կիսվեք նրա հետ հաճելի հիշողություններով, կապված նրա կյանքի առաջին ամիսների հետ։ Մի դրեք երեխայի վրա պատասխանատու որոշումներ, ինչ անուն կունենա փոքրիկը, որտեղ կդրվի նրա մահճակալը և այլն։ Այս հարցերը միայն ձեր պատասխանատվության տիրույթում են։ Երեխային կարելի է առաջարկել այսպես պատրաստվել եղբոր կամ քրոջ ծնունդին։ Ընտրիր, թե որ խաղալիքներով կցանկանայիր կիսվել, իսկ որոնք կուզենայիր քեզ պահել։ Քո իրերից ինչը կցանկանայիր փոխանցել։ Երեխաների ծննդյան ժամանակ ընդունված է նվերներ տալ։ Կարող ես նկարել մի նկար և մենք միասին այն կկախենք փոքրիկի մահճակալի վերևում։ Որպեսզի երեխան իրեն զգա տեղի ունեցողի մասնակից, տարեք նրան ուլտրաձայնային հետազոտության։ Թող նա ձեր հետ միասին խանութում ընտրի խաղալիք փոքրիկի համար։ Կարելի է երեխայի հետ միասին քննարկել, թե իր կարծիքով ինչ արժե պատմել փոքրիկին ձեր ընտանիքի մասին։ Կարելի է ավանդույթ դարձնել, գիշերը բարի գիշեր մաղթել դեռ չծնված փոքրիկին։ Այս պարզ քայլերը կպատրաստեն հիմքը երեխաների միջև իսկական մտերմության համար։ Երեխային կարելի է ներգրավել փոքրիկի խնամքին միայն այն դեպքում, եթե ինքը դա ցանկանա։ Այն չափով, որը իր ուժերի սահմաններում է և համապատասխանում է իր տարիքային հնարավորություններին։ Որպեսզի երեխան վնաս չհասցնի փոքրիկներին, օգնեք նրան արտահայտել իր զգացումները։ Նա պետք է հնարավորություն ունենա օրինական կերպով զայրանալ, նախանձել, նեղանալ։ Ասեք նրան. հասկանում եմ քո զայրույթը։ Փոքրիկը այնքան է աղմկում, որ ես էլ եմ հոգնել այդ աղմուկից։ Փակիր սենյակի դուռը, որ ավելի հանգիստ լինի, իսկ ես կփորձեմ նրան հանգստացնել։